Տիկին Ղազան, ես նկատեցի, որ քպականների շատերը սենց խղճի խայթով էին մոտենում, սենց հոգու խորքում խիղճ էին զգում պարոն Աղազանի շուրջ տեղի ունեցող իրադարձություն եմ ասով, ինձ հետաքրքրել դուք ինձ զգացիք։ Խղճի խայթ էին զգում, հա։ Իրենց հոգու խորքում զգացի, ինչ-որ ամեն դեպքում կային նաև պաշտպանողական, նաև ինչ-որ այդպիսի զգացողություններ ամեն դեպքում զգացվեց։ Որոշների մոտ քպականներից ինձ հետաքրքրել դուք ինձ զգացիք Տիկին Ղազան։ Դե պարոն Աղազարյանը իրենց հետ ավելի վաղ է աշխատել, գուցե ունենային այդ զգացողությունը։ Իհարկե ես նոր եմ մուտք ազգային ժողով, այնպես որ դաշտը ավելի շատ իրավական էր, այնպես որ թողնենք իրավական մարմիններին, իրենք ավելի շատ ինձ մոտ կարելի ասել այդպիսի խղճահարություն եւ պարոն Աղազանն էր որ տեսնում եք այդպես խղճահարելի կամ այդպիսի տեսք հաստատ չէր ընդունել։ Զգացիք օրինակ այս երկու օրերի ընթացքում լսելով գլխավոր դատախազին արել էր իսկապես պարոն Աղազյանը նման բան ինչ իրեն վերագրվի։ Անկեղծ ասած ես չեմ ուզում մտնել այդ իրավական դաշտ։ Թողնենք թող իրավապահները քննեն գործը, այստեղ ոչ մի այսպես արտառոց բան չկա։ Թողնենք թող քննեն գործը եւ պարզ կլինի։ Արել է թե չի արել, այսինքն ես չեմ կարող ասել։ Ինչպես է քվեարկելու Տիկին Ղազանից հետաքրքիր է։ Քվեարկելու գլխավոր դատախազի միջնորդությանը անձնմխելիությունից զրկեն պարոն Աղազանին ու չի բացառում նաեւ կալանավորման տանեն։ Ես անկեղծ ասած չեմ ուզում այդ հարցին պատասխանել, այնպես որ կարծեմ քաղաքական որոշում կլինի, կա եւ կհայտարարվի դրա մասին։ Ձեր խղճի առաջ հանգիստ եք Տիկին Ղազան։ Միանշանակ։ Հանկարծ կողմը քվեարկեք, հետագամ պարոն Աղազյանի աչքերի մեջ կարողանաք նայել։ Դե իրավական դրաման ասում հարցը իրավական դաշտում է գտնվում եւ կարծում եմ ամեն դեպքում ձեր գործընկերն է եղել մարդ, որի հետ ճիշտ է, ինչպես նշեցի, կարճ ժամանակահատվածում եք ճանաչում, բայց ձեր գործընկերն է եղել մարդ, որի հետ ըստ էության նույն թիմում եք եղել։ Այս է ինձ հետաքրքիր խղճի խայթ հոգու խորքում կարողանաք հետագամ իր աչքերի մեջ նայել։ Ես էլի եմ ասում հարցը գտնվում է իրավապահների դաշտում։